Հայատյաց հայտարարություններ են հնչել Թուրքիայից։ Բոլուի քաղաքապետ Թանջու Օզջանը հայտնվել է քննադատությունների կենտրոնում, երբ Քուրդիստանի աշխատավարական կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլլա Օջալանին վիրավորելու նպատակով անվանել է հայ։ Նրա գրառումը հակասական արձագանքներ է ունեցել, մի մասը համակարծիք է եղել, մյուս մասը պնդել այն ռասիստական հայտարարություն է։ Բոլուի քաղաքապետի հայտարարությանն անդրադարձել է Թուրքիայի հայ համայնքն ու այնտեղ գործող Լույս մեդիա հայկական լրատվամիջոցը։ Որպես հայ, այս երկրի հնագույն ժողովուրդներից մեկը, մենք խորապես վշտված ու վրդովված ենք Բալուի քաղաքապետ Թանջու Օզջանի ռասիստական եւ ատելությամբ լցված գրառման կապակցությամբ։ Հայ բառը չի կարող օգտագործվել որպես վիրավորանք։ Մենք հայերս ապրել ենք այս հողում դարեր շարունակ։ Մեր ուրախությունները, ցավերն ու հույսերը անբաժան են մեր հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացու հետ։ Այսօր, ինչպես նախկինում, մենք ձգտում ենք գոյակցել խաղաղության եւ արժանապատվության մեջ։ Մենք մերժում ենք մեր հանդեպ որպես օտարի եւ ուրիշի վերաբերմունքը։ Օզջանի հայտարարությունը դատապարտել է նաև հայոց պատրիարքը, վերահաստատելով, որ հայն այդ հողում ապրել է դարեր շարունակ ու հայկական ինքնությունը որպես վիրավորանք գործածել է, ծառայում է միայն խտրականության, ատելության խոսքի խրախուսմանը։ Այդ երկրի դրվածքը այդպես է, որ այո, ոչ միայն ինչ որ քաղաքապետ կարող է հայոյի հային, այլ նաև անգամ ամենաբարձր ինստանցիաներից եղել են այդ ամեն ինչը, այդպիսի արհամարական խոսքեր, վիրավորական խոսքեր եւ այլն, դա է այդ երկրի դրվածքը եւ անգամ եթե ինչ որ մեկին դատի տակ ոչ մի բանի չեք հասնի։ Այն, որ անկախ բոլոր բանակցություններից թե Հայաստանում, թե Թուրքիայում միմյանց նկատմամբ ազգային ատելությունը շարունակվում է, փաստում են ամեն օր հնչող նմանատիպ հայտարարությունները, ասում են զրուցակիցներս։ Միաժամանակ միջազգայնագետ Կարեն Դադուրյանն էլ պնդում է, սա առիթ չպիտի լինի որևէ գործընթաց տապալելու համար, Դադուրյանի խոսքով պետք է խելացի լինել։ Հիմա մենք պետք է շատ խելացի գտնվենք, տեսնենք ելնելով մեր զուտ պետական շահից, պլանավորենք մեր գործունեությունը եւ հարաբերությունները կառուցենք միայն եւ միայն ելնելով Հայաստանի Հանրապետության շահից, ոչ թե որևէ խմբի, որևէ կուսակցության, որևէ բանի, Հայաստանի պետության շահերից ելնելով։ Թեպետ Պաշտոնյան գովասանքից զատ լսեց նաև պարսավանք, այդուամենայնիվ շարունակեց նույն ոգով։ Իրեն քննադատողներին է պատասխանել Օզջանը, նշելով ՊԿԿ-ի սիրահարներ ու համախոհներ, մի մեկնաբանեք իմ գրառումները, Թուրքիան պատկանում է նրանց, ովքեր երջանիկ են, որ թուրք են։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։